In 2023, Azerbaijan launched a program of military aggression and ethnic cleansing that resulted in well over 100,000 Armenians being rousted from their homes. From an area that had been inhabited by ethnic Armenians for well over 2 millennia. Over the last few years, Armenian POWs who were captured in that war and political prisoners have been denied fair trials and have endured abuse in Azerbaijani captivity. Երևան քվեարկությունը արդարև կարևոր քայլ մներ եւ արձանագրված արդյունքը ինքնին շատ բան կհայտնի 44 կողմ 7 թեմ Ասիգա ներկայացուցիչներու դան արտաքին հարաբերության հանձնախումբին կողմէ դրված երկուսակցական հզոր պատգամն է թե Ադրբեջան պետք է անմիջապես եւ առանց նախապայմանի ազատ արձակե իր բահած հայ պատանդները Կոնգրեսական Brad Sherman, որ այս հարցին գծով կոնգրեսի ամենահետևողական թեմքերեն մեկն է, առաջնորդեց այս աշխատանքը եւ շատ կարեւոր ան ապահովեց հանձնախումբի ադենաբեդ հանրապետական Brian Mastի աջակցությունը երբ դեմոկրատական կոնգրեսականը եւ հանրապետական հանձնախումբի ադենաբեդը միասնապար կգանքնին հարցի մգողքին այս բարակային հայ բանատներու ազատ արձակման հարցին շուրջ Բաքուի ուղղված պատգամը ավելի սուր եւ աստեցիկ կդառնա Բացահայտորեն ասեմ, ասիգա ճիշտ այն արդյունքներն է, որոնց համար Ամերիկայի հայտարարի հանձնախումբը ամեն օր կցկտի։ Մեր երախտագիտությունը կհայտնենք կոնգրեսական Շերմանին, Ադենաբեդ Մաստին եւ այն բոլոր կոնգրեսականներուն, որոնք քվեարկեցին այս բարեփոխիչ առաջարկի որտեղերմանի նպաստ։ Հանձնախումբը արդար որոշում կայացուց։ Ադրբեջանի կողմէ բադանտներու ազատ արձակումը, Արցախի բռնադեղահանված ժողովրդի ապահով վերադարձը եւ բռնակրավող ուժերու հերացումը Հայաստանի ինքնիշխան տարածքեն, սա գարգության նյութեր չեն։ Ասոնք իրական խաղաղության նախապայմաններն են, ոչ թե Բաքուի համար լծակներ Հայաստանեն նորանոր զիջումները ստիպելու համար։ Փոքրիկ ակնարկ թե ինչպես հասանք այս շեմին։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը սերտ օրեն կորձակցեցավ կոնգրեսական Շերմանի գրասենյակին հետ 9807 իր օրինակիցի մեջ այս բարեփոխիչ առաջարկը մշակելու համար։ Շերման ժրաչանորեն հետաբնթեց այս հարցը։ Հունիս ամսուն անհայտարարի հանձնախումբին հետ միասին Capitol Hill-ի վրա գլխավորեց մամլո ասուլիսմը նշելու եւ դադարելու հայ բադանտներու աբորինի բանդարկման 1000-րդ օրը։ Այդ ալուսուլիսին ընթացքին եւ ապա հանձնախումբի նիստին Շերման ընդգծեց, որ Ադրբեջանի ընթացքը ինքնին կփաստե, թե Ալիևը որքան անհաղորդ է միջազգային օրենքներուն։ Աննշեց, որ դեսախցիկներու արչև հայ ռազմակերիներու քննադատության վավերագրված թեփքերը նշեց նաև Բաքուի արձագանքը Եվրոպական խորհրդարանի վերջերս որտեղրված թադաբարդման փանացևին Ադրբեջան, ինչպես ցերունգնդիրները գիտեն, փոխանակ ազատ արձակելու բանտները խզեց իր հարաբերությունները Եվրոպական խորհրդարանին հետ եւ երեկվա քվեարկությունեն վերջ Շերման հայտարարի հանձնախումբին շեշտեց, որ պիտի շարունակի ճնշումը Ալիևի վրա, մինչև բանտները ազատ արձակվին։ Ասալսեմ, որ սկիզբը այս բարեփոխիչ առաջարկը նաև կբահանջեր ազատության աջակցության օրենքի 907-րդ հոդվածի ամբողջական կորզածությունը, որ կսահմանափակե Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, Ադենաբեդ Մաստի աջակցությունը ապահովելու եւ այս բարեփոխիչ բանացևը հաջողությամբ առաջ տանելու համար Շերման համաձայնեցավ առաջարկը սահմանափակել միայն ռազմակերիներու հարցով։ Ասիգա ամենևին չի նշանակեր, որ 907-րդ հոդվածի հարցը փակված է։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը ամբողջ թափով կշարունակի իր աշխատանքը Ադրբեջանը բանասխանատվության ենթարկելու եւ 907-րդ հոդվածը հստակորեն գիրարգելու համար։ Այս քվեարկությունը կարևոր քայլ մներ, բայց պայքարը հոս չի վերջանար։ Վերադառնալով երեկվան քվեարկության 44 կողմ քվեարկեցին եւ 7 թեմ։ Կարևոր է հասկանալ, թե ովքեր են այդ 7-ը։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը արդեն իսկ սկսած է իր հանրային եւ ընկերային ցանցերու արշավը անոնցմե հաշվետվություն պահանջելու համար։ Այդ 7 կոնգրեսականներն են Andy Biggs, Arizonayan, Tim Burchett, Tennessean, Randy Fine, Floridian,
Anna Paulina Luna, Floridaյան, Scott Perry, Pennsylvaniaյան, Keith Stelf, Texasեն, և Joe Wilson, South Carolinaյան։ Այս անուններեն երեքը արժանի են առանձնագի ուշադրության։ Joe Wilson-ը կոնգրեսի ադրբեջանամետ խմբակցության համանախագահն է, որուն թեմ քվեարկելը անագնկալ չէր։ Randy Fine-ի բարակային բոլորովին դարբեր է։ Մայիս ամսուն Fine, որ այս տարվան կոնգրեսական ընտրություններուն հայ մրցակիցը ունի, համացանցային ցայնասպյուրի հայդակրիմը ընթացքին ասավ եւ իր խոսքը գսեմ, մենք չենք ուզեր, որ հայերը գարենան ծառայել կոնգրեսի մեջ։ Երբ հանրային փողոքի ալիք բարձրացավ, անփոխանակ իր խոսքը սրբակրելու, գերտնապատկեց իր հագահայ արտահայտությունները ընկերային ցանցերու վրա, թիրախավորելով նաև Ամերիկա ապրող այլ ազգություններ, փորձելով ճուրերը բղդորելու։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբն ու երկու գուսակցություններու կոնգրեսականներ դատապարտեցին զինք, որովհետև նման ադելություն դեղ չունի կոնգրեսի մեջ։ Ապա ունենք Anna Paulina Lunան, որ ներկայացուցած է առաջարկը կոնգրեսի մեջ, որ կնպատակադրե ամբողջությամբ չեղյալ համարել 907-րդ հոդվածը եւ վերցնել Ադրբեջանին դրվող ամերիկյան աջակցության բոլոր արգելքները։ Մենք խստորեն թեմ ենք այդ օրինակիցին։ Անիգա վարձատրություն պիտի լա Ադրբեջանի կողմէ հայ բադանտներու խոշտանգումներուն, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կանտումին եւ հայկական հողերու բռնակրավումին։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը ասիա հրաբարագավ հայտարարած ենք եւ ուղղակիորեն հարց տված կոնգրեսական Լունային, թե ինչու անգկարձե, որ ամերիկացի հարգադուներու տրամները պետք է երթան Ալիևի ցեղասպանական վարչակազմին։ Եվս մեկ հանգամանք։ Այն հիմնական օրինակիցը, որոնք գծված էր մեր բարեփոխիչ առաջարկը, չանցավ հանձնախումբի քվեարկությունը երեգիրիգուն։ Ասիգա առանցին հարց է եւ գապ չունի բանաններու վերաբերող դրույթին հետ։ Էականը այն է, որ Ամերիկայի ներգաղթական դան արտաքին հարաբերություններու հանձնախումբը պաշտոնապես բարձրացայն եւ երկկուսակցական միասնականությամբ զորակցեցավ հայ բանաններուն, պահանջելով իրենց ամիջական ազատ արձակումը։ Այդ ինչ կսպասվի հաջորդիվ։ Հայտարարի հանձնախումբը հաշվետվություն կպահանջի նախ հոս Միացյալ Նահանգներու մեջ, ինչպես ասի մենք կոչ կնենք ամերիկահայության հերացայնելու եւ քրելու այդ 7 կոնգրեսականներուն ուղղակիորեն հարցնելու ինչու թեմ քվեարկեցին Ադրբեջանի վրա ջնշում բանեցնելու քայլին հայ բանանտները ազատ արձակելու համար։ Ասի դժվար հարցումը չէ եւ անոնք բարդավոր են պատասխանել թե մեր քաղաքին եւ թե իրենց քվեարկողներուն։ Եվ անշուշտ հաշվետվություն կպահանջենք ինքնին Ադրբեջանեն։ Կոնգրեսի մեջ ներկայիս կգտնվին երկու օրինակիցեր, որոնց ամիջական որդեգրումը անհրաժեշտ է։ Առաջինը թիվ 6840 Հայաստանի անվտանգության կորձընկերության օրենքն է, որ գլխավորած է կոնգրեսի հայկական հարցերու սպառվող խմբակցության համանախագահներ Գասպիլիրակիսը եւ Ֆրանկ Պոլոնը։ Անիգա կարգիլ է Ամերիկայի նախագահին շրջանցել 907-րդ հոդվածի սահմանափակումները, մինչև որ Բաքուն իրական եւ կորձնական քայլեր չառնե Հայաստանի հետ արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Երկրորդը թիվ 5369 Ադրբեջանի բաժամիջոցներու վերանայման օրենքն է, որ գլխավորած է Դինա Թայթս եւ Գասպիլիրակիսը։ Անիգա կպահանջի Ամերիկայի վարչակազմեն վերանայել եւ բաժամիջոցներու ենթարկել ադրբեջանցի այն պաշտոնատարները, որոնք պատասխանատու են պատերազմական ոճիրներու եւ հայ բանանտներու ապօրինի կալանավորման համար։ Ես կհրավիրեմ մեր բոլոր ընկերներուն մասնագիծ դառնալու այս պայքարին։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը կազմակերպած է հայ թադի պաշտպանության օրեր Capitol Hill-ի վրա սեպտեմբեր 14-ին եւ 15-ին համախմբելու ամերիկահայերը Միացյալ Նահանգներու բոլոր շրջանները թեպի Վաշինգտոն հետապնդելու համար այս առաջնահերթությունները։ Հայտարարի հանձնախումբի թուրերը միշտ բաց են արձանագրվելու համար ունգընտիները գնան այցելել anca.org գայքեջը եկեք եւ լսելի դարձնենք մեր հավաքական ցայնը։